գործիքները մաշացեն, սալարկեն էլել է 12,000 դրամ, գյուղացին չի կրա վարեց հան է, պարդանույթը 12,000, պետք է որ մեր ժողովրդին քիչ ուշադրություն եղնի։ Նոր մեխանիզացիա պետք է բերվի բոլոր 10 մարզերի համար, ոչ թե հին տրակտորներից արդեն գիտությունը զարգացել է, ավելի մեծ հզոր տեխնիկաներ բերեն, որ ավելի հողը խորը փորեն, ավելի արդյունավետ լինի, որ կարան մթերման կայաններ դնեն։ Սերմը ամեն 2 տարին մեկ նոր պետք է բերեն էլիտար սորտի սեն։ Սերմնաբուծարանները պետք է գործեն, որ իրանք բերեն քիչ, ասենք ստանան ավելի էժան ժողովրդին տան։ Գյուղի բնակիչը բերք ու բարիք ստեղծող է։ Պետք է ստեղծի իր տունն էլ բարեկեցիկ, պայ ուրախ, ոչ թե մտքերի մեջ վարկս ոնց փակեմ, հողս ոնց մշակեմ, կամ ծնողից ոնց տանեմ բժիշկի փող չկա։ Էդ ասա, բայց սա լուծում ունեն, չէ՞, ճիշտ ընտրություն կատարեք։ Չեմ ասում ինձ տվեք ձեր։ Ձեր հոգու խղճի առաջ, ձեր տեսածի առաջ, իրար քննարկեք գնացեք նանել ձեն տվեք։ Չլինի որ չմասնակցեք, բոլորդ էլ մասնակցեք։ Ձեր ձայները շատ կարևոր են։ Կներես Ծառուկյան ջան։ Ուզեիք որ դուք լինեք վարչապետը։ Եղբայր հնարավորությունը տվեք, ես կլնեմ, ով կլինի այդ մեր ապագայի վարչապետը, ես ասեմ ինչ որ ասում եմ, դες բոլորի ներկայացրել։ Օրորի դա բոլորս գալու են։ Ուղղությունը լինելու է սա զարգացում, ժողովրդի հանդեպ ուշադրություն վերաբերում։ Դա վայել չի, դա չարչարանք է։ Բայց իհարկե գնահատական պատմության մեջ ձեռագիր տողել, որ այդ մարդը եկավ, փոխեց, կազմակերպեց, հնարավորություն տվեց։ Ինչի դուք ձեր տեխնազությունը չեք դնում։ Չեմ դնում, Հոբարձյան, որ չասեն ժողովուրդ ջան, այս Ծառուկյանը հիմա էլ ուզում է վարչապետ ընտրվի, ավելի շատ ունենա, դրա համար եկել է գյուղը։ Այսօր է ժողովուրդն էլ հավաքվել է, այդ նույն ցանկությունը է ամբողջ մեր ժողովրդին։ Ուրեմն անմիջապես ասում եմ իմացեք, տվեք, պահանջեք։ Այս տեսնելով ձեր այդ վերաբերմունքը, այս խեղճությունը մտքերի մեջ սիրտս ցավում է։ Գիշեր ցերեկ կանենք, հավատա։ Կբերեմ, կհրավիրեմ, կկազմակերպեմ, կապերն էլ ունեմ, հնարավորությունն էլ ունեմ, սկզբունքն էլ կա, մոտեցումն էլ կա։ Ինչ ավիրված բան վերցել եմ, սարքել եմ, զարգացել եմ, ծաղկացել եմ, դա ոչ թե ինձնից է կախված եղել, ճիշտ կառավարումից, որ ճիշտ մարդկանց պետք է գործի դնես։